Ես վստահեցնում եմ, սեպտեմբերին պատերազմ չի լինի, որովհետև սեպտեմբերին Փաշինյանը չի լինի։ Հայաստանին սպառնում է երկու մարդ՝ Ալիևը և Փաշինյանը։ Ուժեղ անվտանգություն կառուցելու ճանապարհին Ուժեղ Հայաստան կուսակցությունը տնտեսական աննախադեպ ծրագրեր ունի, որոնք սկսելու է մարզերից հունիսի 7-ի ընտրությունները հաղթելուց անմիջապես հետո։ Հնարավոր է նշել հենց առաջին եւ այն կարևոր քայլը, որ անմիջապես կազդի մարդկանց կենսամակարդակի բարձրացման վրա։ Մարդիկ սպասում են։ Մենք առաջերտին սկսելու ենք մարզերից։ Չի լինելու առաջին և հիմնական քայլ, լինելու են միանգամից քայլերի շարք, ամեն օր, ամեն ժամ, որպեսզի կարողանանք ապահովել մեր ժողովրդի բարեկեցությունը։ Դուք ինչպես եք պատրաստվում համոզել մեր ժողովրդին, որ ձեզ իշխանությունը պետք է ոչ թե սեփական թիմը հարստացնելու համար, այլ Հայաստանը ուժեղացնելու, հարստացնելու համար։ Դրա համար գալիս են արդեն հարստացած մարդիկ, ովքեր հարստանալու կարիք չունեն։ Մենք հարստացնելու ենք հայ ժողովրդին, ի տարբերություն ներկա իշխանություններին, ովքեր բյուջեն լցնում են սեփական գրպանները։ Քաղաքականություն չմտնելու մասին նախկինում արած հայտարարություններից չի հրաժարվում Սամվել Կարապետյանը։ Պլանները փոխվեցին, երբ տեսավ, որ հարցը էլ քաղաքականությամբ զբաղվել-չզբաղվելուն չի վերաբերում, այլ հայրենիք ունենալ-չունենալուն։ Եթե հարցը մեր Հայաստանի կորցնելն է, բոլոր ցանկությունները, բոլոր լավ կյանքի ամբիցիաները երկրորդ պլան են գնում։ Ավելի լավ է մեկ անգամ դու քո ձեռքով ճիշտ ու լավ անես, քան ամեն անգամ հույսը դնես ուրիշ քաղաքական ուժերի վրա։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների 13-րդ հանդիպման մասին պաշտոնական աղբյուրը հաղորդագրություն է տարածել։ Ըստ դրա կողմերը մանրամասն քննարկել են սահմանազատմանն առնչվող կազմակերպչական ու տեխնիկական հարցեր։ Հանդիպման արդյունքում համաձայնեցվել և փոխանակվել են սահմանազատման փորձագիտական խմբերի աշխատանքի, սահմանազատման քարտեզի ստեղծման, ինչպես նաև փաստաթղթերի ձևակերպման ու հրատարակման կարգի վերաբերյալ ուղեցույցների նախագծերը, որոնք պետք է ներկայացվեն երկու երկրների կառավարությունների հաստատմանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև գործարարներ։ Հայկական լրատվամիջոցների փոխանցմամբ հայ գործարարներից հանդիպմանը մասնակցել են Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Ռանոիլ ընկերության տնօրեն Բորիս Հովհաննիսյանը եւ այլոք, որոնք քննարկել են ապրանքների եւ ծառայությունների փոխադարձ մատակարարման հեռանկարները։ Ադրբեջանական պատվիրակությունը արդեն լքել է Հայաստանի տարածքը։ Հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Ադրբեջանում։ Իրավապահները խուզարկություններ են իրականացրել Ուժեղ Հայաստան կուսակցության Ավանի գրասենյակում։ Ավելի ուշ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ ձերբակալվել է 5 անձ։ Պատճառը ենթադրյալ ընտրակաշառք բաժանելն է, նախընտրական շրջանում բարեգործության արգելքը խախտելը եւ հանրահավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելը։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձերբակալվածների ինքնությունն առայժմ հայտնի չէ։ Ուժեղ Հայաստան կուսակցության անվտանգության թիմի ղեկավար լեգենդար հետախույզ գնդապետ Արթուր Ավանեսյանը, որը ավելի վաղ կալանավորվել էր 2 ամսով, հացադուլ է սկսել, հայտնել է կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը։ Հետախույզը մեղադրվում է ընտրակաշառք տալու համար։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահմանած ծովային շրջափակումն ուղղված է ներքին պառակտում ստեղծելուն եւ իրենց երկիրը թուլացնելուն։ Իր ելույթում Ղալիբաֆը նշել է, որ Վաշինգտոնն անցել է ճնշման նոր փուլի, համատեղելով տնտեսական միջոցները եւ տեղեկատվական ներգործությունը, որպեսզի թուլացնի երկիրը կամ նույնիսկ հասցնի ներքին փլուզման։ Իրանի խորհրդարանի խոսնակը կոչ է արել պահպանել ազգային միասնությունը, այն անվանելով արտաքին ճնշմանը դիմակայելու միակ միջոց։ ԱՄՆ-ն իրանական նավահանգիստների ծովային շրջափակում սահմանեց, երբ Թեհրանը փակեց Հորմուզի նեղուցը, որը նավթի եւ գազի մատակարարման հիմնական երթուղիներից մեկն է։
ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին կարճ եւ հզոր հարվածներ հասցնելու տարբերակը բանակցություններում փակ ուղային իրավիճակի պատճառով, հայտնում է Axios-ը։ Ըստ աղբյուրի Վաշինգտոնը մերժել է Թեհրանի առաջարկած կարգավորման եռափուլ ծրագիրը, որը նախատեսում էր ԱՄՆ-ի հետ բանակցությունների աստիճանական վերսկսում։ Հաղորդվում է, որ Դոնալդ Թրամփը չի աջակցել Հորմուզի նեղուցի բացման, ծովային շրջափակման վերացման եւ իրանական միջուկային ծրագրի քննարկման հետաձգման գաղափարին։ Axios-ի աղբյուրները նշում են, որ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը մշակել է սահմանափակ, բայց ինտենսիվ հարվածների սցենար, այդ թվում քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներին։ Ենթադրվում է, որ նման քայլը կարող է ճնշում գործադրել իրանական իշխանությունների վրա եւ նրանց ստիպել վերադառնալ բանակցությունների ավելի ճկուն պայմաններով։ Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ի ծախսն արդեն հասել է 25 միլիարդ դոլարի, հայտնել է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյա Ջուլս Հըրսթը։ Սա պատերազմական ծախսերի առաջին պաշտոնական գնահատականն է։ Հըրսթի փոխանցմամբ այդ գումարի հիմնական մասն ուղղվել է զինամթերքի ձեռքբերմանը։ Դեմոկրատ օրենսդիրներն այս առիթը բաց չեն թողել քննադատելու ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեքսեթին, առավել եւս երբ դրանք իրականացվում են առանց կոնգրեսի հաստատման։ Ադամ Սմիթն այս ռազմավարությունն անվանել է վտանգավոր, նշելով, որ բռնությամբ աշխարհը սեփական կամքին ենթարկելու փորձերը սխալ են։ Հեքսեթը հակադարձել է օրենսդիրների կասկածներն անվանելով անպատասխանատու եւ պարտվողական, ինչը ըստ նրա խաթարում է ԱՄՆ ռազմական գործողությունները։ Ամերիկյան The New York Times պարբերականը հայտնում է Իրանի կառավարման համակարգում արմատական փոփոխությունների մասին։ Այաթոլլա Ալի Խամենեիի սպանությունից հետո երկրում ձևավորվել է կոլեկտիվ ղեկավարման նոր մոդել։ Այս իրավիճակում իշխանության փաստացի ղեկն անցել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարների ձեռքը։ Ամերիկյան աղբյուրների համաձայն գերագույն առաջնորդի որդին եւ հաջորդը Մոջթաբա Խամենեին այժմ ստանձնել է համակարգողի դեր եւ ունի բացարձակ լիազորություններ։ Ռազմական վերնախավն ինքնուրույն է սահմանում պատերազմի ռազմավարությունը եւ սեփական հայեցողությամբ տապալում է Վաշինգտոնի հետ դիվանագիտական բանակցությունները։ Չնայած երկրի կրած 300 միլիարդ դոլարի տնտեսական վնասին, գեներալները հրաժարվում են զիջումներից, փաստի առաջ կանգնեցնելով քաղաքական թևին։ Միացյալ Նահանգների որդեգրած վարչակարգի փոփոխության ռազմավարությունը կարծես թե ձախողվել է, քանի որ պատժամիջոցները միայն ամրապնդել են կոշտ գծի կողմնակիցների դիրքերը։ Վաշինգտոնի նման քաղաքականությունը շարունակվող շրջափակումը զրկում են իրանցի չափավոր գործիչներին որևէ իրական փոփոխության հասնելու հնարավորությունից։ ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսումը կհանգեցնի կործանարար հետևանքների ողջ աշխարհի համար։ Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հեռախոսազրույցի ընթացքում, փոխանցում է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նախագահն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ եթե ԱՄՆ-ն ու Իսրայելը կրկին անցնեն ուժային գործողությունների, դա կունենա անխուսափելի եւ ծայրաստիճան աղետալի հետևանքներ ոչ միայն Իրանի ու նրա հարևանների, այլև ողջ միջազգային հանրության համար։ Նշել է Ուշակովը եւ հավելել, որ Իրանի տարածքում ցամաքային գործողության տարբերակը դիտվում է որպես բացարձակապես անընդունելի եւ վտանգավոր։ 1.5 ժամից ավելի տևած հեռախոսազրույցի ընթացքում Դաշնության առաջնորդը նաեւ Թրամփին տեղեկացրել է հաղթանակի տոնի ժամանակահատվածում զինադադար հայտարարելու պատրաստակամության մասին։ Պուտինը Թրամփին է ներկայացրել նաեւ իրավիճակը ռազմական գործողությունների գոտում, որտեղ ռուսական զորքերը հետ են մղում ուկրաինական ուժերին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ լավ է անվանել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հեռախոսազրույցը։ Սպիտակ տանը նա լրագրողներին հայտնել է, որ ուկրաինական հակամարտության խաղաղ լուծման հույս ունի։ Թրամփը կարծում է, որ ուկրաինական ճգնաժամի լուծումը կհաջողվի գտնել համեմատաբար մոտ ժամանակներս։ Նա ընդգծել է, որ Պուտինը պատրաստ էր Ուկրաինայի հարցով գործարք կնքել դեռ վաղուց, սակայն նրան խանգարել են չակերտավոր որոշ մարդիկ։ Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի եւ Եվրոպայի երկրների միջև տարաձայնությունները պահպանվում են, հայտարարել է Թրամփը։